ՆԱՏՕ-ի արևելյան անդամները կարող են փորձել խափանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Բուդապեշտում։ Նրանք կարող են թույլ չտալ ռուսական նախագահական ինքնաթիռն իր օդային տարածք մտնել։ Նման կարծիք է հայտնել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։ Դա հնարավոր է, եթե ես լինեի նախագահ, Պուտինը հաստատ կթռչեր ռազմական ինքնաթիռների ուղեկցությամբ, նշել է փորձագետը։ Նրա կարծիքով Բուլղարիան կամ Ռումինիան ավելի հավանական տարբերակներ կլինեին Ռուսաստանի ղեկավարի ինքնաթիռը նրանց վրայով թռչելու համար։ Ընդ որում Լեհաստանը դժվար թե մոտենար Ռուսաստանին նրա ղեկավարության բացասական վերաբերմունքի պատճառով։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Դիվանագետի կարծիքով Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից հետո զանգահարել է ԵՄ առաջնորդներին զեկուցելու համար։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդը Բրյուսելի ձեռքի խաղալիքն է։ ԵՄ առաջնորդները տարբեր բանաձևեր և հնարքներ են հորինում, ինչ-որ ձևաչափեր, ինչ-որ կոնֆերանսներ, սակայն այդ ամենը միայն էսկալացիան քողարկելու համար է, բացատրել է Զախարովան։ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածքային գաղափարները ընդունելի չեն, հայտարարել է քաղաքագետ Տիմոֆեյ Բորդաչևը։ Ներկայիս մարտական շփման գծով հոպի դադարեցումն անհնար է առաջին հերթին այն պատճառով, որ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում 2022 թվականին անցկացվել են հանրաքվեներ, որոնց համաձայն բոլոր 4 շրջանները ցանկություն են հայտնել մնալ Ռուսաստանի կազմի մեջ, բացատրել է փորձագետը։ Այսպիսով, նրա կարծիքով բոլոր 4 շրջանները պետք է Ռուսաստանի կազմի մեջ մտնեն այն տեսքով, որոնք նրանք եղել են հանրաքվեի անցկացման պահին, ինչը համապատասխանում է ռուսական և միջազգային նորմերին։ Այժմ այդ սահմանները չեն համընկնում մարտական շփման գծի հետ։ Այդ պատճառով տարածքները կիսելու Թրամփի պահանջն անընդունելի է Մոսկվայի համար, եզրափակել է Բորդաչևը։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին դրական որոշում է խոստացել Ուկրաինային Ռուսաստանի ակտիվների հաշվին վարկ տրամադրելու վերաբերյալ։ Նրա խոսքերն է մեջբերում Guardian թերթը։ Սիկորսկին նշել է, որ Ուկրաինային այսպես կոչված փոխհատուցման վարկ տրամադրելու համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցի քննարկումը շարժվում է դեպի բարեհաջող ավարտ։ Ամեն ինչ շատ պարզ է, կամ մենք օգտագործում ենք Ռուսաստանի փողերը, կամ ստիպված կլինենք օգտագործել մեր սեփական փողերը։ Ինձ մի հարցրեք, թե ինչ կնախընտրեմ, հավելել է ԱԳՆ նախարարը։ ԱՄՆ-ի հարձակումը Կոլումբիայի մերձակայքում գտնվող նավակի վրա և հարավամերիկյան երկրին վճարումների դադարեցումը թմրանյութերի ապօրինի շրջանառության խթանման մեղադրանքների հետ միասին կարող են նպատակ ունենալ երկրների միջև նոր առևտրային գործարք կնքել։ Այս մասին հայտնել է ամերիկագետ Դմիտրի Դրոբնիցկին։ Նա ենթադրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արևմտյան կիսագնդում ինչ-որ հաղթանակ է պետք, որն անմիջականորեն վերաբերում է իր երկրին, և օբյեկտն ընտրել է թմրաթրաֆիկի հավերժական թեման։ Դրոբնիցկին հնարավոր է համարել, որ Թրամփն ու Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն շուտով հրաշալի հեռախոսազրույց կանցկացնեն։ Արդյունքում կհայտարարեն համատեղ հաղթանակի կամ թմրաթրաֆիկի դադարեցման վստահ վեկտորի մասին, ինչպես նաև կստորագրեն ԱՄՆ-ի համար շահավետ առևտրային համաձայնագիր։ Միևնույն ժամանակ ամերիկագետը ենթադրում է, որ հակասական և տաքարյուն բնավորությունը Թրամփին թույլ չեն տա որևէ բան փոխել լատինամերիկյան վեկտորի վերաբերյալ։